Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված ռազմավարական օրակարգը սովորական հռչակագիր չէ, դա Հայաստանի անվտանգության, տնտեսության և արտաքին քաղաքական ռազմավարական ուղղության մասին հստակ քաղաքական հայտարարություն։ Եվրամիության առաջատար երկիր Գերմանիան փաստում է, որ Հայաստանի տեղը տեսնում է ժողովրդավարական, ինքնիշխան եվրոպական տարածքում։ Այս հռչակագրում ամրագրված է չափազանց կոնկրետ օրակարգ։ Էներգետիկա, ենթակառուցվածքներ, բարձր տեխնոլոգիաներ և թվային տնտեսություն, վերականգնվող էներգիա, կիբերանվտանգություն, արդարադատության և սահմանադրական բարեփոխումներ, տեղական ինքնակառավարում, կրթություն և գիտություն։ Սա հենց այն է, ինչից հեշտությամբ ձևավորվում են միլիարդավոր ներդրումներ, նոր աշխատատեղեր, նոր արդյունաբերություն և նոր ռազմատեխնիկական ներուժ Հայաստանի համար։ Բայց կարևորն այն է, որ Գերմանիան և Եվրամիությունը մեր փոխարեն ոչինչ չեն անելու։ Այս հռչակագիրը չի երաշխավորում մեր անվտանգությունը, այլ տալիս է Հայաստանին հնարավորություն կառուցելու այն։ Ուժեղ ինստիտուտներ, կանխատեսելի օրենքի միջավայր, հակակոռուպցիոն իրական պայքար, պրոֆեսիոնալ բանակ և անվտանգային նոր ճարտարապետություն։ Կամ օգտագործում ենք Գերմանիայի հետ այս ռազմավարական գործընկերությունն ու Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը Հայաստանը անհեռանկար, փակ ու կախյալ համակարգից դուրս բերելու համար, կամ հերթական անգամ կորցնում ենք պատմական հնարավորության այս բացառիկ պատուհանը մեր պետությունը դարձնելու անվտանգ, մրցունակ և հզոր եվրոպական Հայաստան։